Շնորհակալություն ձեր ընդգրկուն ելույթի համար։ Ելույթում դուք անդրադարձ կատարեցիք անվտանգային խնդիրներին եւ խաղաղությանը, փոխկապակցված եւ շատ կարեւորեցիք այդ խնդիրները, հացին հավասար, հացից առավել։ Ես կխնդրեի ձեզ մի փոքր ավելի մանրամասնել, որովհետեւ նախ անվտանգային խնդիրների կարևորագույն հատվածը մեր պաշտպանական համակարգն է, մեր բանակը, որտեղ վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են տեղի ունեցել, տեղի ունենում, նաև ֆինանսական շարժերն են զգալի ծավալով ավելացել, հնարավորության սահմաններում խնդրում եմ մանրամասնել, որովհետև ես նայում եմ ներկայացված ծրագրում, այստեղ բավականաչափ թվեր կան, իհարկե թվեր, որոնք նաև չեն հրապարակվում, հնարավորության սահմաններում խնդրում եմ ներկայացրեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, այստեղ խնդիրը հետևյալի մեջ է, անվտանգությունը, այո, բայց անվտանգության մասին ես նախկինում էլ առիթ ունեցել եմ, որ երբ որ մենք անվտանգություն, առաջին անգամ անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է եւ դա էլի մեր, դա էլ է կրթության հարց։ Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե մենք անվտանգություն ասածը ինչ ձև ենք պատկերացնում։ Ես այս թեմայի հետ կապված միշտ բանն եմ հիշում, Սասունցի Դավթ էպոսն եմ հիշում, որ Սասունցի Դավթին ասում են առյուծ ա եկել, նստել ա այնտեղ չի թողում մարդիկ անցնեն, մարդկանց ուտի, ասում է առյուծն ինչ է, ասում է իմալ առյուծ, ասում են գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի, ասում է հերվանց կուտի, թե մոտենաց նոր կուտի։ Հիմա մենք սենց թվում է թե պրիմիտիվ է, բայց մարդը խոստովանել է, որ չգիտի ինքը ինչ է առյուծ, ասում է բացատրեք, հասկանանք ինչ է առյուծ։ Մենք համոզված ենք, որ ասելով անվտանգություն հասկանում ենք դա ինչ է։ Որովհետև քանի դեռ մենք 1, 2, 3 բանակ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, դա մի բանի վկայությունն է, որ մենք չգիտենք անվտանգությունը ինչ է։ Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի։ Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, այո, մեծ ծավալով բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց ես էլի ուզում եմ ընդգծել, որ բոլոր այն փորձերը, որ փորձարարվում ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունը բանակը զարգացնում է, սպառազինվում է, չգիտեմ, որ հարձակվի այս ուղղությամբ կան, այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Եվ ասում եմ նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ, որովհետեւ մենք պետք է պաշտպանվելու կարող, ընդ որում սեփական քաղաքացիներին պաշտպանելու գործառույթը պետության, ցանկացած պետության պարտավորությունն է, բայց ել եմ ասում, բանակը մեր միակ գործիքը չի եւ ամենևին առաջնային գործիքը չի այդ անվտանգությունը ապահովելու համար։ Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք։